Շատերի համար հայոց եկեղեցին այն տաճարն է, որտեղ մկրտվել են, ամուսնացել կամ մոմ վառել, բայց այս շենքից դուրս գոյություն ունի մի լայն համակարգ, թեմերով, պատրիարքություններով ու կաթողիկոսություններով։ Հայ առաքելական եկեղեցին համաշխարհային կառույց է։ Հայոց առաքելական եկեղեցին դա միաբևեռ կառույց է, նա ունի մի շարք բաղադրիչներ, դա իհարկե էջմիածինն է, դա անկիլիասն է որպես կաթողիկոսություն, չնայած այն հանգամանքին, որ որպես կաթողիկոսություն գլխավորը հանդիսանում է անվիճելիորեն էջմիածինը։ Հոգևորականները նշում են, կաթողիկոսությունները հավասարազոր են, դրանց միջև միայն վարչական բաժանում է, իսկ գաղափարապես դրանք իրար հավասար կառույցներ են։ Որևէ դավանաբանական, որևէ ծիսական, որևէ վարդապետական տարբերություն չկա երկու կաթողիկոսությունների միջև եւ բարի դրացիական, եղբայրական հարաբերություններ են երկու կաթողիկոսների եւ կաթողիկոսությունների միջև, ուղղակի տարբերությունը եւ բաժանում, այսպես եթե կոչենք, որ բաժանում չէ իրականում, վարչական է, կազմակերպչական եւ վարչական։ Կաթողիկոսություններից զատ առաքելական եկեղեցին ունի պատրիարքություններ, որոնք տեղակայված են երկու վայրերում՝ Իսրայելում եւ Թուրքիայում։ Պատրիարքությունները պատկանում են հայ առաքելական եկեղեցուն։ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը եւ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունը, ճիշտ է, պատմական ժամանակաշրջանում իրենց ենթակայության տակ ունեցել են թեմեր։ Օրինակ Աղթամարում, Արևմտյան Հայաստանի մի շարք շրջաններում, բայց բնականաբար այնտեղի հայաթափումից հետո, հայի ներկայությունից զրկվելուց հետո կամաց պատրիարքությունների վերահսկողության սահմանները ավելի նեղացել են։ Այս մեծ համակարգի հիմքում գտնվում են թեմերը։ Դրանք եկեղեցու ամենօրյա գործող կառույցներն են, որոնք իրականացնում են հոգևոր կյանքը տեղում, կոնկրետ համայնքներում, կազմակերպում եւ վերահսկում են եկեղեցիների ու վանքերի գործունեությունը տվյալ տարածքում, համակարգում հոգևորականների ծառայությունը, իրականացնում սրբազան արարողությունները։ Դրանք ստեղծվել եւ սահմանազատվել են ըստ աշխարհագրական եւ վարչական տարածքների։ Թեմերը, այսպես ասենք, ըստ Հայաստանի տարածքների բաժանված են, որպես այդպիսին, թեմերը գործում են, իհարկե մենք ունենք եկեղեցիներ, որոնք նոր են կառուցվում։ Վերջին տարիներին դարեր ի վեր գործող 11 թեմերին ավելացել են նաև նոր թեմեր՝ Արթիկի եւ Մասյացոտնի, որոնք անջատվել են Շիրակի եւ Արարատյան թեմերից։ Սա արվել է եկեղեցու աշխատանքը ճիշտ կազմակերպելու եւ կառավարելու համար։ Տարածքների մեծությունը դժվարացնում էր թեմերի աշխատանքը։ Արթիկի տարածաշրջանը մեծ տարածաշրջան է եւ ունի նաեւ իր առանձնահատկությունները, որքան էլ որ Շիրակի մարզի մեջ է, մենք Արարատյան դաշտի բնակիչներս միգուցե բոլորին ասում ենք շիրակցի, բայց տարածաշրջանից տարածաշրջան նախ մտածելակերպն է տարբեր, մոտեցումներն են տարբեր։ Հայոց առաքելական եկեղեցին միայն տաճար չէ եւ միայն արարողություն չէ։ Այն դարերով ձևավորված կառույց է, որի յուրաքանչյուր օղակ կաթողիկոսությունից մինչև թեմ ծառայում է մեկ նպատակի՝ պահպանել հավատը, համայնքը եւ ինքնությունը։ Սեդա Գյուրեղյան, Մհեր Դավթյան, Էդիկ Մալաքյան եւ Նոնա Գևորգյան, ABC Media։